Վազգեն Սարգսյանի անցած ուղու մասին ինչ կարող եք ասել, արդյոք մենք արժևորեցինք այն, ինչ մեզ թողել էր Վազգեն Սարգսյանը։ Ոչ, մենք Վազգեն Սարգսյանի թողածը նոր էդ էի մտածում, այսենց իր ընկերները բան որ գալիս են գերեզմաններին ամեն առիթ, ուզում եմ մի պահ գերեզմանից գլուխը բարձրացնին այդ դեմքներին, մի հատ Գալիս են այստեղ խոսում են Վազգեն Սարգսյանի մասին, բայց լրիվ համաձայն են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ։ Մարդու ծիծաղել է գալի, մենք ձևական բնույթը ավելի շատ ենք կրում, քան թե արժեքները։ Ես նմանատիպ էլի կկրկնեմ, որ բնականաբար այստեղ կանգնած 50%-ը ասում է ես Վազգենի ընկերն եմ, մարտական ընկերն եմ, բայց այսօրվա դրությամբ ամենաառաջի դավաճանող, ամենաառաջի Վազգենի գործը անհարգողները իրանք են։ Տեսեք, բայց այստեղ տանապար անցած մարդիկ նաև կան, ցավը նրանում է, որ իրենք երբ որ կանգնում ես առանձին խոսում ես, ասում են ինչպես կարող ենք հաշտ լինել հողատուի հետ, բայց հենց օրինակ գալիս է Սասուն Միքայելյանը, սկսում են արդեն ասել, որ գիտեք, այդ հողատուն թագավոր է։ Ես ցավոք մենք ունենք շատ էլի ձևական կողմեր, հարգելի լրագրող, օրինակ մարդիկ պաշտոնից կարճած սրբություններ, արժեքներ, սաղ մոռացել են, հանուն ինչի են իրանք պայքարել և այսօր ինչ են անում իրանք, եթե մենք հետ գանք մեր հիշողությունը հետ բերենք, երևի հասկանան, որ իրանք շատ սխալ վարվեցին, անելով նույնը Սասունը չէր ասում, այս հեղափոխությունը ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատագրումը։ Դա անհարգանք է իրանց մարտական ընկերներին։ Ռազմիկ Պետրոսյանը քիչ առաջ ասում էր, պիտի լինի մի թագավոր, որին սիրեն։ Ախր եռաբլուրում ենք մի քիչ անհարմար է մեկնաբանել նման մարդկանց։ Իսկ ձեր կարծիքով որն է բանալին, որպեսզի առնվազն հետ բերենք սպարապետի ազատագրածը, հետո որը որ հանձնեցին։ Պետք է մենք գիտակցենք, մենք ամենաառաջինը պետք է չնայենք պաշտոնին, մենք ամենաառաջինը պետք է չնայենք ֆինանսական եկամուտներին, մենք պետք է արժևորենք մարդկանց արածը, որովհետև անկախությունը պարգևեցին մեզ իրանք, և մենք հիմի այդ անկախությունը մխսեցինք, անկախությունը ոնց պարգևեցին, բոլորը մի մարդու պես դուրս եկան, ազատագրեցին Արցախը, երրորդ անկախ պետությունը մեզ պարգևեցին, բայց մենք մխսեցինք, մենք բոլորս իրար հետ, չարժևորելով այդ ամենը մխսեցինք և այսօր կանգնած ենք մի փաստի առաջ, որը որ պետք է էլի սկսվի նորից անել։